Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջազգային ծայրահեղական խմբավորումների ակտիվացմանը զուգահեռ ահաբեկչական մեթոդների է դիմում նաև Կիևը։ Թշնամին անկարող է կանգնեցնել մեր զորքերի առաջխաղացումը շփման գծի երկայնքով եւ ամենօր տարածքներ է կորցնում։ Այդ պատճառով էլ հույսը դնում է ահաբեկչության վրա, բայց դա ոչինչ չի փոխի, շեշտել է Կրեմլի ղեկավարը։ Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ սպառնալիքներ կան մասնավորապես ԱԹՍ-ների հետ կապված։ Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է Տուապսեի նավթային օբյեկտներին ուկրաինական հարվածները, որոնց հետևանքով տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս իրավիճակը կարող է բնապահպանական լուրջ հետևանքներ ունենալ, սակայն նահանգապետն ինձ հայտնեց, որ լուրջ սպառնալիքներ չկան, հավելել է Պուտինը։ Նա խոսել է աշնանը նախատեսված Պետդումայի ընտրություններից։ Վլադիմիր Պուտինը ընդգծել է Ռուսաստանի վերահսկողության տակ անցած ուկրաինական տարածքներում ընտրությունների անվտանգությունն ապահովելու կարևորությունը։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում, արևմտյան ԶԼՄ-ներն այն պատմական են որակել։ Բրիտանացի միապետը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում է արտահայտելու իր երկրի հարգանքն ու բարեկամությունը ամերիկացի ժողովրդին։ Թագավորը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպայում եւ Մերձավոր Արևելքում խոր անորոշության շրջան է, իսկ շարունակվող հակամարտությունները մարտահրավերներ են նետում ամբողջ աշխարհին։ Ես ամբողջ սրտով հավատում եմ, որ մեր երկու երկրների պատասխանատվությունն է սերմանելու կարեկցանք, խթանելու խաղաղություն եւ փոխըմբռնում։ Աշխարհի առջև ծառացած մարտահրավերները չափազանց մեծ են եւ դրանք կկարողանանք հաղթահարել միայն համատեղ ուժերով, ընդգծել է Չարլզ III-ը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան միշտ ապահովել են համաշխարհային անվտանգությունը եւ այժմ պահն է օգտագործել այդ ուժը Ուկրաինային պաշտպանելու համար։ Ելույթի եզրափակիչ հատվածում միապետը դիմել է կոնգրեսին միասնության կոչով, նա ընդգծել է ԱՄՆ-Եվրոպա դաշինքը պահելու կարևորությունը։ Վաշինգտոն բրիտանացի միապետի այցի ֆոնին Սպիտակ տունը հրապարակել է Չարլզ III-ի եւ Դոնալդ Թրամփի լուսանկարը մակագրելով երկու արքաներ։ Սա Մեծ Բրիտանիայի թագավորի կարգավիճակում Չարլզի առաջին պաշտոնական այցն էր ԱՄՆ։ Արևմտյան մամուլը գրում է, որ այն նպատակ ունի ամրապնդելու երկրների միջև հարաբերությունները, որոնք վերջին 70 տարվա կտրվածքով ամենացածր մակարդակում են։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, որը Եմեն արդեն սկսել է մշակել, կոշտ կլինի եւ կվերաբերի ռուսական էներգակիրներին։ Առավել կրիտիկական են պատժամիջոցների ապագա փաթեթները, 20-րդ փաթեթն ընդունվել է, 21-րդը նախապատրաստվում է, ասել է Մարգուս Ցաքնան։ Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ նախարարի մեկնաբանությունը հնչել է Հունգարիայում իշխանափոխության համատեքստում, որտեղ Վիկտոր Օրբանի երկարամյա կառավարությանը կփոխարինի Պետեր Մադյարի գլխավորած ուժը։ Ցաքնան նշել է, որ Եվրոպան պետք է օգտվի Հունգարիայում քաղաքական փոփոխություններից, որպեսզի հասնի Ուկրաինային աջակցելու համար անհրաժեշտ որոշումների ընդունմանը։ Հունգարիայի ապագա վարչապետ Պետեր Մադյարը ցանկություն է հայտնել արդեն հունիսի սկզբին հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ։ Մադյարը նշել է, որ իր համար առաջնային կարևորություն ունի Ուկրաինայում բնակվող հունգարացիների հարցը։ Նա պատրաստվում է քննարկել Վոլոդիմիր Զելենսկու հետ նաև ռուս-ուկրաինական պատերազմը։ Անդրկարպատյան շրջանում բնակվող հունգարացիների շահերից է բխում, որ Հունգարիայի եւ Ուկրաինայի միջև հարաբերությունները դրական հունով զարգանան, շեշտել է վերջերս ընտրություններում Վիկտոր Օրբանին հաղթած դիսակուսակցության առաջնորդ Մադյարը։ Նա կոչ է արել Կիևին ապահովել, որ Անդրկարպատյան տարածաշրջանում բնակվող հունգարացիները կարողանան վերականգնել իրենց մշակութային, լեզվական, վարչական եւ կրթական իրավունքները։ Եթե մեզ հաջողվի լուծել այս խնդիրները, ապա նոր էջ կբացենք ուկրաինա-հունգարական հարաբերություններում, հավելել է Մադյարը։ Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Բուդապեշտին արդեն ազդանշաններ են ուղարկել Պետեր Մադյարի եւ Վոլոդիմիր Զելենսկու միջև հանդիպում կազմակերպելու հնարավորության վերաբերյալ։ Անդրի Սիբիհան շեշտել է, որ Ուկրաինան պատրաստ է ներդնել ազգային փոքրամասնությունների մասով ԵՄ ամենաբարձր չափանիշները։ Դիանա Գասպարյան, լուրեր։